երեք Եվրանեստի խորհրդարանական վերահսկողի նիստին եվրոպատգամավորներից մեկը Նաշտոյանցը դες անօթանք տվեց, որ 20-40 ոստիկան եք ուղարկում մարդկանց խոսքի համար բանտ եք նետում ու հիշեցից, որ դուք տենց ուզում եք ԵՄ անդամ դառնալ, ժողովրդավարական պետություններում նման կերպ չեն վարվում։ Երբ որ իսպանացի պատգամավորը գալիս է եւ Հայաստանի Հանրապետության տարածքում նման դիրքորոշում է արտահայտում, դա նշանակում է, որ այս պետությունը եւ մեր իշխանությունը միտված է ժողովրդավարական գործընթացները զարգացնել, չփախնել մեր կողմից անարդարացի քննադատությունից, լսել դա եւ ընդունել գիտություն։ ԵՊՀ դասախոս եք եղել։ Դա իսպանացի պատգամավորը զգուշացնում է։ Դուք ԵՊՀ դասախոս եք եղել, պարոն Հարությունյան, ջալս գնահատականներ են հնչում, բավականին ընդդիմադիր դասախոս եք եղել, ազատ արտահայտվել եք, բայց որևէ մի ՀՀԿ-ականի երեխա, օրինակ, ձեր ընդդիմադիր դասախոսությունները չնկարեց տալ ռեկտորին, որ ռեկտորներ օրինակ պարոն Հարությունյանին որոշում կայացներ աշխատանքից հեռացնել։ Ինչու է այսպիսի կատաղի պայքար մղում ազատ խոսքի դեմ։ Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել կամ որակումներ չեն լսել, իմ դասախոսությունները լսարանում եղել են բացառապես այն դասախոսությունների շրջանակներում, որոնք եղել են։ Եվ ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ես չգիտեմ Նարեկ ջան, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Հարցը տրվեց ինձ հետ կապված, ես պատասխանեցի։ Հիմա բացառությամբ ներողություն։ Եվ միաժամանակ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերի այս զարգացվածության պայմաններում ես ունեցել եմ ուսանողներ, որոնք իմ գործունեությանը հետևել են եւ հետևել են քաղաքական ուղղից, որին ես եմ հետևում։ Դիցուկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք եղել են իմ ուսանողները, բայց դա ամենևին չի նշանակում, որ ես չարաշահել եմ իմ ուրեմն լիազորությունները որպես դասախոսի եւ պարտականությունները եւ նման գործունեություն եմ ծավալել, բայց ես ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով Երևանի պետական համալսարանի ռեկտորը ապրիլի 22-ին 2018 թվականի որոշում է կայացրել ինձ հեռացնելու, բայց ապրիլի 23-ին հեղափոխության օրերն էր, ապրիլի 23-ին հրամանը անհետացել է։ Մինչև էդ էլ եղել են փորձեր ճնշելու, սահմանափակելու, բայց ես կարծում եմ, որ նույն ԵՊՀ ղեկավարությունը շատ լուրջ մտահոգություններ է ունեցել, որ հնարավոր սահմանափակման դեպքում, ես փաստերի մասին եմ խոսում, եւ հնարավոր սահմանափակման դեպքում ես ասում եմ, ես ունեմ տեղեկություններ, ես չեմ ասում, այդ մարդը այդպիսի բան է արել, հարգելի գործընկերներ, եկեք մենք post-factum հայտարարություններ եք անում, ուզում եք արդարացնել այսօրվա Հիմա ես ուրիշ բաների մասին եմ ասում, նաև, որ եղել են մինչև այդ սահմանափակման փորձեր, բայց այդ մարդիկ, այդ թվում նաև Արամ Սիմոնյանը հասկացել են, որ դա շատ ավելի վատ հետևանքներ կունենա Երևանի պետական համալսարանի համար, քան իմ սահմանափակումը։ Թեմայի շարունակություն էլի կներեք։ Տեսեք, պետհամալսարանը պատճառաբանել է, որ դասախոսը ազատվել է աշխատանքից իր պահվածքի համար եւ արդեն բացահայտվել է դասախոսը։ Ես քանի որ թեմային անոթ չեմ։ Ես այդ չեմ ասում, թեմայի մասին չեմ ասում։ Եվ քանի որ շատ հաճախ լրագրողները հարց տալուց իրականությունը խեղաթյուրում են եւ փաստը չեն ներկայացնում այնպիսին, ինչպիսին կա, ես զերծ կմնամ մինչև թեմայի ուսումնասիրությունը Ես թեմայի հետ կապված ես պարզապես այդ օրինակով ես պատասխանեցի։ Այո, Տնկվել եք եկեղեցում 91 թվականին, երբ որ ձեզանից ոչ մեկ երևի կնքված չի եղել։ Պարոն Հարությունյան, Հովանովյանցի հետ կապված ծնվանի, նենց ծնվել են, բայց բանը եկեղեցու հետ կապված այս աշխարհը տեսնում եմ, որ դուք շատ գրառումներում անդրադարձել եք կաթողիկոսին իր քաղաքացիական անհասկանալով եք դիմել։ Ընդհանրապես չեք կարծում, որ սա լուրջ հարված է հասցնելու հենց հայ առաքելական եկեղեցուն։
եթե տեսել եք բոլոր գրառումներում, հիմնական գրառումներում ես հենց այդ եմ նշում, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցին։ Գտնում են։ Ներեցին բանջարը ձեզ նկատել է հենց այդ ինչպես դուք եք նշում Կտրիչ Ներսիսյանի կողմից օծված հոգևոր։ Չէ, 91 թվին ինքը չէր։ Այն ժամանակ Վազգեն առաջին։ Ինչո՞վ է հարվածում պարոն Գորյանը, ինչով է